Ողջույն մեր շատ սիրելի Նորույսի YouTube-յան հետևորդներ, ինչպես գիտենք, մենք մեր հաղորդումների ընթացքում խոսում ենք մենթիների գրանցած հաջողությունների մասին, ձեռքբերումների, բայց այս թողարկման ընթացքում ուզում ենք խոսել, որ բոլոր այս պատմությունների հետևում իհարկե կանգնած են մեր մենթորները։ Այսօր ձեզ համար տաղավարում կաշխատեն Նինա Աբգարյանը եւ Մելանիա Պատիկյանը։ Եվ ես մեծ սիրով ու ուրախությամբ ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին Նյուրան Մուրադյանին, ով եղել է Նորույս ՀԿ-ի մենթոր կամավոր եւ գրանցել է շատ մեծ հաջողություններ եւ իհարկե անհատական թվերի ռեկորդ է սահմանել։ Ողջույն Նյուր ջան, ինչպե՞ս ես։ Ողջունում եմ։ Լավ եմ, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ինձ համար շատ կարևոր է հանդես գալ որպես արդեն իսկ ավարտած մենթոր, քանի որ կարևոր է հետահայաց գծել ու հասկանալ, թե ինչ ձեռքբերում է ունեցել Նոր լույսը իմ կյանքում եւ իմ 3 մենթիների, որոնց հետ 3 տարիների ընթացքում աշխատել եմ։ Նյուր ջան, քանի որ դու արդեն 3 տարվա փորձ ունես, ինձ հետաքրքիր է օրինակ քո համար ինչու է կարևոր մենթորությունը առհասարակ դեռահաս աղջիկների զարգացման համար։ Անկեղծ ասած կցանկանայի մի փոքր ավելի հետ գնալ ու նշել, որ երբ լսեցի Նոր լույս մենթորինգ կազմակերպության մասին, դեռևս առաջին կուրսում էի գտնվում ու միանգամից հետաքրքրություն առաջացավ միանալ խմբին, ծրագրին, բայց ոնց որ հնարավորություն ընձեռվեց երկրորդ կուրսում, քանի որ ծրագրի կեսից եմ իմացել, երբ արդեն իմացա ծրագրի առաքելության մասին, որ աշխատանքի հիմքում ընկած է աշխատանք դեռահաս աղջիկների հետ, միանգամից ինձ գրավեց, որովհետև Գյումրի քաղաքում շատ քիչ էին նմանատիպ հնարավորությունները, հատկապես կարևոր ազդեցիկ մարդ լինել դեռահասի կյանքում, այսպես ասած բռնել մեկ դեռահասի ձեռք, նրա հետ միասին անցնել ճանապարհ, որը իր կյանքի կարևորագույն փուլերից մեկն է հանդիսանում, անցնել իր խնդիրների միջով, անցնել իր վախերի եւ բոլոր անհանգստացնող հարցերի միջով ու կարողանալ օգնել տվյալ անձին։ Միանգամից հարմար գտա միանալ խմբին ու փորձել իմ հետ կթողնել որևէ մեկի, որևէ դեռահաս աղջկա կյանքում։ Շնորհակալ եմ շատ։ Նյուր ջան, իսկ հիշում ես քո առաջին համագործակցությունը մենթոր-մենթի զույգի առումով եմ ասում, ինչ ակնկալիքներ ուներ, ինչպիսին էին քո սպասելիքները եւ արդյոք արտարացան այդ ամեն ինչը։ Եթե անկեղծ միանգամից հիշեցի հենց առաջին հանդիպումը, խմբային հանդիպումների ժամանակ, երբ մենք առաջին անգամ տեսանք մենթիներին, ում հետ պետք է մենք արդեն հետագայում կազմենք մենթոր-մենթի զույգեր, իմ առաջին մենթի աչքերը, փայլուն աչքերը, այնքան խոսում էին, որ ես հասկացա, որ ինքը հաստատ ցանկություն կհայտնի ինձ հետ աշխատելու ու ես պատրաստակամ եմ համաձայնություն տալ։ Հենց որ արդեն հետագայում հնչեցին անունները, որ արդեն զույգերը կազմված են, ու ես լսեցի, որ մենք որպես մենթոր-մենթի զույգ ենք հանդես գալու, միանգամից ներքին հանգստություն զգացի, որովհետև ես արդեն պատրաստ էի ու ինձ համար շատ կարևոր էր, որ ոչ միայն ես ծանոթանամ իր հետ, ոչ միայն մենք միասին ճանապարհ անցնենք, այլ այն սպասելիքները, որոնցով ինքը եկել է, այն փայլուն ու գեղեցիկ աչքերը, որոնցով ինձ է նայում, իրականում հասնեն նպատակի ու այն սպասելիքներով, ինչով որ ինքն է եկել, արտահայտված լինեն եւ իմ կողմից եւ իր։ Օրինակ ես էլ հիշեցի իմ առաջին հանդիպումը, հիշում եմ, որ երբ որ մենթոր-մենթի զույգերի արդեն հանդիպումներ, ես մի աղջկա էի նկատել, բայց ցավոք սրտի վերջնական հանդիպման ընթացքում չկար այդ աղջիկը։ Ու ես էլ քանի որ հիշել էի, գնացել եմ, հարցրել եմ, թե ով էր այն աղջիկ, ինձ անուն-ազգանուն ասեք, որովհետև հասկացա, որ ամեն դեպքում, երբ որ վերջնականին չեն լինում, բացականներ են լինում, կարող է նրան չնկատեն եւ որևէ մեկը չընտրեր։ Ես ուրախ եմ, որ հենց նրան եմ ընտրել եւ այդպես մեր արդեն հարաբերությունների սկիզբը դրվեց եւ ամեն ինչ շատ լավ ընթացավ։ Ես էլ կուզեմ պատմել իմ առաջին մենթից, ես էլ կնշեմ, որ հենց այդ պահին առաջին անգամ տեսել եմ իրեն ու հենց այդ պահին հավանել եմ։ Ինձ թվում է, թե բոլորի մոտ նույն ձև է ստացվում, հենց առաջին պահին են իրար նկատում ու հետո երբ որ խոսեցի մենթից հետ, ինքն էլ ասաց, որ ինձ նկատել էր ու երբ որ իմացել էր, որ մեր զույգը հենց կազմավորվել է, ինքը շատ ուրախացել էր։ Բայց ինձ հետաքրքրեց, թե երբ հասկացաք, որ մենթորինգ հարաբերությունները դա միմյանցից սովորելու մասին է։ Իմ 3 մենթիների հետ աշխատանքը ինձ համար եղել է շատ պարտավորեցնող, որովհետև 3-ն էլ շատ զարգացած, շատ գիտակ դեռահաս աղջիկներ են եղել եւ իրենց հարցերը, իրենց ընկալումները կյանքի մասին այնքան պարտավորեցնող են եղել, որ ես միշտ փորձել եմ մաքսիմալ պատրաստված լինել մեր հանդիպմանը, մաքսիմալ արտարացնել իրենց հույսերը, իրենց սպասելիքները ու հասկացել եմ, որ ես պատրաստ եմ ամեն հանդիպումից առաջ ոչ միայն գնալ պարզապես ժամանակ անցկացնելու, այլ լսելու, հասկանալու թե ինչ պատկերացումներ ունեն այս կյանքի, ինչ գաղափարներ, ինչ մոտեցումներ ունեն եւ յուրաքանչյուրի
խոսքը ինձ համար եղել է շատ կարևոր, որովհետև ես կարողացել եմ կողքից լսել եւս մեկ աղջնակի, ով կարող է կյանքին հանդեպ ունենալ պատկերացումներ, որոնք շատ վառ են, որոնք շատ բազմազան են, եւ ես հասկացել եմ, որ ես կարողացել եմ կողքի աչքով տեսնել ու եւս մեկ անգամ սովորել կյանքից նորանոր եւ հաջողությունների մասին, եւ ձեռքբերումների մասին։ Այնուամենայնիվ կա ինչ-որ բան, որը կհիշես հենց այս պահին, որ մենթից ես սովորել ու հետագայում անընդհատ այդ ամեն ինչը քո մտքում պտտվել է։ Որպես այդպեսին ես կնշեի ակտիվ լսելը, որովհետև երբ դու ակտիվորեն լսում ես ու դառնում ես այդ զրույցի մի մասնիկը, դու ընթացքում հասկանում ես, որ հենց խոսքի ժամանակ դու արդեն իսկ գտնում ես այն խնդիրների պատասխանները, որոնք քեզ անհրաժեշտ են։ Ու հենց այդ պահին, ամփոփելով մեր զրույցը, մենք անդրադարձ ենք կատարում այդ խնդրին, այդ հուզող հարցին ու հասկանում ենք, որ շատ կարևոր է մարդուն որպես անհատականություն ընդունել, հասկանալ ինչ խնդիրների է բախվել ու հենց այդ մասին, երբ որ անկեղծ կարողանում է դիմացին հետ բացվել ու խոսել, դու գտնում ես ելքը, դու գտնում ես ճիշտ պատասխանը։ 3 տարիների ընթացքում ինձ համար շատ կարևոր է եղել լինել ակտիվ լսող ու աջակցել իմ մենտիներին։ Նյուր ջան, հենց նոր դու շատ կարևոր հմտությունների մասին խոսեցիր, լսելու ունակություն ունենալը։ Ինձ նաև հետաքրքիր է քո համար որն է առողջ մենթորինգ հարաբերությունների հիմքը, հա, ինչ հմտություններ պետք է ունենա մենթորը։ Օրինակ ինձ համար է շատ կարևոր լսելու ունակությունը, որովհետև ինչպես գիտենք, բոլոր դեռահասության շրջանում խնդիրների են բախվում, որ իրենց հանկարծ չքննադատեն, հա, առանց քննադատությամբ մենք լսենք մեր մենթիներին, հա, դեռահաս աղջիկներին, ու ինչու՞ չէ նաև ինձ համար շատ կարևոր է անկեղծ լինելը, որովհետև եթե անկեղծ ես ու ձևավորվում է վստահություն, արդեն ամեն ինչ հետագայում շատ ավելի հեշտ է լինում լուծել խնդիրները։ Օրինակ քո համար որ հմտություններն են ավելի կարևոր, որ ձևավորվի առողջ մենթորինգ հարաբերություններ։ Նորից կրկնվեմ ասելով ակտիվ լսելը, որովհետև երբ որ մենթին եւս հասկանում է, որ դու պարզապես չես եկել ժամանակ անցկացնելու, դու իրականում ուզում ես լսել, դու իրականում ուզում ես օգնել, նա շատ ավելի անկեղծ է լինում քեզ հետ, շատ ավելի գնահատված է իրեն զգում եւ շատ կարեւոր է մենթորինգ հարաբերությունների մեջ հարգանքը, որովհետև երբ փոխադարձ հարգանքով են մոտենում զույգը, անպայման կհաջողեն։ Ինձ համար ես կառանձնացնեմ 3 կարևորագույն կետեր՝ ակտիվ լսել, վստահել ու հարգել։ Շնորհակալ եմ շատ։ Նյորա ջան, կուզեմ իմանալ, թե որոնք են եղել առաջին դժվարությունները, որոնց բախվել եք ձեր հարաբերությունների ընթացքում, որը կուզենաս այս պահին առանձնացնել։ Պատնեշներն են եղել, որ ես մտածել եմ մեր միջև կա վստահության խնդիր։ Սկզբնական շրջանում շատ բարդ է եղել եւ ես այդ պահերը շատ ավելի դժվար եմ ընդունել, բայց հետագայում ես այդ հարցին մոտեցել եմ որպես մասնագետ ու հասկացել եմ, որ իրականում նորմալ է, քանի որ մենք դերևս անծանոթներ ենք, դերևս պետք է ադապտացիայի փուլի միջով մենք անցնենք, որպեսզի կարողանանք թեկուզ մի փոքր քայլերով բացվել, խոսել, ընդունել դիմացինին ու շատ կարևոր է, որ այդ փուլում չքննադատենք մեկս մյուսից, որովհետև մենք անծանոթներ ենք եւ մենք հենց խոսելու միջոցով ենք սկսելու ծանոթանալ։ Դժվարությունների մասին խոսելիս ես էլ կուզեմ առանձնացնել, որ սկզբում ես իհարկե մտածում էի, որ վստահության խնդիր է մեզ մոտ, բայց հետո հասկացա, որ տարբեր բնավորությունները երբ որ բախվում են, ես տեսակով մի փոքր ավելի ակտիվ էի, մենթին մի փոքր ավելի հանգիստ էր, հանդարտ էր, ու սկզբում ինձ թվում էր, թե մեր մոտ էլ ինչ որ վստահության խնդիր կա։ Հետո հասկացա, որ արդեն ավելի շատ մեր բնավորությունների հարցն է, ու երբ որ սկսեցինք մենք արդեն հանդուրժողաբար հարմարվել մեկս մյուսից, հասկացանք, որ արդեն մենք ոչ թե վստահության խնդիր ունենք, այլ մի փոքր բնավորություններն են տարբեր, որը հետագայում արդեն շատ հեշտ հարթեցինք մենք։ Ինչպես Նինան նշեց, դուք ձեր հանդիպումների ընթացքում ռեկորդային թիվ եք սահմանել ու այդ ժամանակ բոլորը գիտեին, բոլորը շատ ուրախ էին այդ լուրը լսելով։ Կուզեմ իմանալ, թե ինչպես ստացվեց, որ այդպիսի հաջողության հասաք։ Իրականում, ինչպես նշեցի, խնդիրներ եղել են վստահության հետ կապված, հստակ պատնեշների հետ կապված, որ դժվարությամբ է սառույցը տեղից շարժվել առաջին փուլում, բայց երբ որ այսպես ճակերտավոր ասեմ, այդ ձևական փուլից մենք դուրս եկանք եւ միմյանց ընդունեցինք հենց այնպիսին, ինչպիսին որ կանք եւ որպես մենթի եւ որպես մենթոր, մենք արդեն մեր աշխատանքին շատ մեծ սիրով էինք մոտենում, քանի որ աշխատանքը ոչ միայն ֆորմալ մասով էր, պարզապես լրացնել գրանցամատյանի թվերը, մեզ համար շատ կարևոր էր գրանցել արդյունք ու այդ ճանապարհին շատ կարևոր էր, որ մենք մեր աշխատանքին մոտենում էինք մեծ պատասխանատվությամբ, լրջությամբ, հավատով
որ մենք անպայման կունենանք շատ մեծ արդյունքներ եւ քանի որ աշխատանքը սիրով էր կատարվում, մենք չէինք ֆիքսում մեր ժամանակը։ Մենք արդեն ունեինք ժամանակի կառավարման խնդիր, որովհետեւ մենք ամբողջ օրը ուզում էինք միասին անցկացնել ու արդյունքում ստացվեց ռեկորդային հանդիպումներ եւ կարծում եմ արդյունքում մենք իրականում ունեցել ենք շատ ստացված պատմություններ։ Ես չեմ ուզենա առանձնացնել իմ առաջին, վերջին գործառույթությունը, ինձ համար 3 մենտիները եղել են կյանքի կարևորագույն մարդիկ, վառ անհատականություններ, ում հետ աշխատանքը ինձ համար եղել է շատ մեծ հաճույք։ Շատ հաճելի է քեզ լսել, Նյուր ջան, բայց քանի որ մեր հաղորդումը արդեն մոտենում է իր ավարտին, ես ուզում եի որպես ամփոփում ինչ խորհուրդ կտայր այն անձանց, ովքեր ուզում են դառնալ մենթոր։ Խոսքումս անընդհատ նշել եմ պատասխանատվության, պատրաստակամության մասին, դսելու մասին, կկրկնվեմ իհարկե, բայց շատ կարևոր են այդ 3 կետերը, քանի որ երբ որոշում ես ինչ-որ մեկի կյանքում, այն դեռահասի կյանքում լինել, որպես աջակցող, ուղղորդող մարդ, դու պետք է հասկանաս, որ դու նուրբ էակի կողքին պետք է կարողանաս մաքսիմալ ճիշտ դրսևորվել, որպեսզի ոչ թե լինես եւս մեկը, ով կխոցի իր սիրտը, ով կլինի քննադատող մարդ, այլ ընդհակառակը կկարողանա իրապես հասկանալ եւ իրապես աջակցել։ Շատ շնորհակալ եմ Նյուր ջան քեզ, որ այսօր քո փորձառությամբ կիսվեցիր մեզ հետ եւ վստահ եմ մեր հետևորդներն այս ամեն ինչը իմանալով նրանք էլ կհասկանան, որ թեկուզ իրենց կողմից կատարած այս կամավորությունը որպես մենթոր կարող է փոխել մեկ դեռահաս աղջկա կյանքը։ Անչափ շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում էիր եւ մեր հյուրն էիր։ Ես եւս շնորհակալ եմ եւ հրավերի համար եւ եւս մեկ անգամ հնարավորություն ունենալու այս թեմայի շուրջ խոսելու, վերհիշելու մենթորինգ հարաբերություններ եւ մեծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նոր լույսին Գյումրի քաղաքում եւ Հայաստանում նման հարթակ ստեղծելու եւ դեռահասներին ու նաեւ արդեն երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու համար։ Դե ինչ սիրելի հետևորդներ, մեր թողարկումը մոտենում է իր ավարտին, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրներ Նոր լույս ՀԿ-ի կամավոր մենթոր Նյուրա Մուրադյանը, իսկ տաղավարում ձեզ համար աշխատեցին Նինա Աբգարյանը եւ Մելանիա Բատիկյանը։ Կհանդիպենք հաջորդ թողարկումների ընթացքում։